Այսօր կփորձարկենք հետաքրքիր պաղպաղակներ եւ այս տրենդային մոչին։ Եվ ես ցանկանում առաջին սկսել այս գույնզգույն պաղպաղակից։ Հալչելու պատճառով նրա արտաքինը եւ ներքինը չեն համապատասխանում իրար, եւ սրա համար ես վճարել եմ 385 դրամ։ Դե ինչ, պրոբոյեմ։ Վրայինը ելակի համով գլազուր է, վրան է սովորական պասիպկանը ու մեջը վանիլային պաղպաղակ։ Ճիշտն ասած, ես հենց սա էլ սպասում էի, դրա համար ես կգնահատեմ 10-ից 8։ Հաջորդը կփորձենք Դուբայ շոկոլադով պաղպաղակը։ Վրայի կատայիֆը լրիվ թոփվեց։ Կատայիֆին պետք է լիներ խրխրթան, բայց այն փափուկ է։ Մեջը վանիլային էլի պաղպաղակը, վրան պիստակի մածուկ, բայց պիստակի համը տես չի գալիս։ Եվ ես այս սարսարակը կգնահատեմ 10-ից 5։ Նշեմ, որ ես նրա համար վճարել էի 495 դրամ։ Եվ վերջում եկեք փորձենք ինձ համար ամենասպասվածը մոչին։ Միլաշոկներ են։ Մեջի 3 հատ այսպիսի մոչիկ ունենք, պրոբոյեմ։ Մանգո է։ Իդեպ մանգոն չգիտեմ, խես վերջ է սկսելա դուրս գալ։ Ինձ թվում է շոկոլադը ավելորդ է։ Եթե ինքը լիներ այս մի քիչ մոչիներ ժելեյանմանը, եթե մենակ լիներ ինքը մոչին առանց շոկոլադի, շոտ համով կլիներ։ Դրա համար էլ ես այն կգնահատեմ 10-ից կես լիմոն։ Իսկ մոչի համար ես վճարել էի 545 դրամ։ Այսօրվա իմ փորձարկումը այսքանն էր։ Շնորհակալություն, որ մինչև վերջ նայեցիք, հետևեք ինձ, որ չկորցնեք։ Որովհետև եթե եւս 4700 հոգի միանա իմ էջին, մենք կդառնանք 50,000։